Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Ոչ թե օգտագործվել էր լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։ Պատգամավորի կարգավիճակը տրվում է վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ։ Այսօր մենք արդեն ստացել ենք օրինակ Դավիթ Ղազինյանի վկայականը, որտեղ ինչ է գրված, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավոր։ Հետևաբար կարգավիճակը այլևս այս պահից սկսած 15:30-ից սկսած հստակ է։ Հետևաբար ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննել։ Չի կարող։ Բայց այստեղ հակասություն չկա, այս Ես հակասություն բնավ չեմ տեսնում։ Բաում տիրույթում է, պարոն Վարդևանյան, եթե ազգային ժողովի առաջանում ոնց պետք է լինի։ Խնդիրը հետևյալն է։ Ազգային ժողովի պատգամավորները օժտված են լրացուցիչ անձեռմխելիությամբ։ Բոլոր մեր հայրենակիցները ունեն անձնական ազատության անձեռմխելիություն։ Պատգամավորները լրացուցիչ անձեռմխելիություն ունեն։ Դրա հաղթահարման ճանապարհը ազգային ժողովն է։ Դուք կարող եք ասել, թե այս մի քանի օրերի ընթացքում ինչ պետք է տեղի ունենա, հարգելիներս, ազգային ժողովի պատգամավոր ընտրվում են խիստ սահմանափակ թվով անձինք։ Հետևաբար նման խնդիր չի կարող առաջանալ։ Ինքնին նման խելագարության կանխավարկածով իրավիճակները չեն դիտարկվում։ Եվ դրա համար է հենց նաև Սահմանադրական դատարանը օգտագործել պատգամավորի կարգավիճակ եզրույթը, ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը։ Այստեղ դուք պարզապես բախվում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկնաբանման տիրույթին։ 2021 թվականին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել էր միջնորդություն Իշխան Զաքարյանին անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ, դեռևս վերջինս ազգային ժողովի գումարման պատգամավոր չէր հանդիսանում, այսինքն լիազորությունների ստանձնումը դեռևս տեղի չէր ունեցել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես վերադարձրել էր նշված միջնորդությունը։ Եվ դատախազությունը կրկին այդ միջնորդությունը, ինչպես Նարեկ Կարապետյանի դեպքում է տեղի ունենում, չէր ներկայացրել։ Պատկերացրեցիք տարբերությունը։ Սահմանադրական դատարանի նոր դիտարկման է հղումանում Վահագն Հովակիմյանը։ Ես չեմ պատկերացնում ինչին պետք է հղում կատարի։ Անկեղծորեն եմ ասում։ Եթե պետք է կատարի հղում 2022 թվականի Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա այնտեղ եւս հստակ խոսվում է պատգամավորի թեկնածուների մասին։ Իսկ իրենք որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով արդեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակի պայմաններում վերադարձրել են համապատասխան միջնորդությունը։ Պարոն Վարդևանյան, այդ դեպքում ինչու են, եթե ելնենք նրանից, որ ձեր պնդումն է այստեղ ճիշտը, ինչու են շտապում ձեր գնահատմամբ, այսինքն կարող էին 10 օր հետո նույնը անել խորհրդարանում, ինչն է, ինչու այդ հարցը պետք է ուղղեք իրապես դատախազությանը։ Իմ գնահատմամբ հնարավոր է նաև նույն դատախազության ներսում իրենք չեն կարողանում ունենալ միասնական դիրքորոշում։ Որովհետև ի դեպ ազգային ժողով համապատասխան միջնորդությամբ հանդես է գալիս հենց գլխավոր դատախազը։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի լինելու գլխավոր դատախազը։ Պարոն Վարդևանյանը, եթե անձնավորությունից Նարեկ Կարապետյանին զրկեն ու ենթադրաբար, հա, կալանքի կանեն դատարանում, դատախազությունը ինչ է ներկայացնելու, ձեր ասելով, եթե իրավունք չուներ կհն։ Ես ուզում եմ իսկապես պատկերացնել այն իրավիճակը, երբ դատարանում, իհարկե, հիմա նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւս Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման նշված դրույթը հստակ մեջբերելու եմ եւ նաեւ խնդրելու եմ, որ Նարեկ Կարապետյանի ազգային ժողովի պատգամավորի վկայականը ուշադրությամբ ուսումնասիրի դատախազության ներկայացուցիչը։ Այդ պայմաններում ինչպես պետք է պնդում կատարեն անձի ազատության, իրավունքի սահմանափակման։ Երբ կրկին եմ ասում, Սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակի առանց իդեպ նույնիսկ իրավական գիտելիքների նշված պարզությամբ գրված է, որ եթե անձը ձեռք է բերել ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ, չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ ազգային ժողովի կողմից համապատասխան համաձայնությամբ։ Հիմա այս որոշումը նաև պրոյեկտվում է Դավիթ Ղազինյանի պարագայի վրա, ճիշտ եմ հասկանում, թե ոչ։ Թե արդեն այնտեղ Դավիթ Ղազինյանի պարագայում մի հատ խոչընդոտ կա, որը հստակ տեսնում եմ, որ որոշակի մարտավարություն է եղել դատախազության,
այնպիսի արագությամբ գործը ուղարկեցին դատարան, որ մենք հիմա այս պահին չունենք պաշտոնյա, որը Դավիթ Ղազինյանի վկայական ազգային ժողովի падգամավորի տեսնելով կարող է վերացնել վերջինիս կալանքը, որովհետև վարույթ իրականացնող մարմին չկա։ Քննիչը նախաքննության ավարտ էր հայտարարել։ Դատախազը, ով ունենալով պարտականություն պայմանականորեն սպասելու մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ավարտը, հաստատում է մեղադրական եզրակացությունը, կարծես երևի մի քանի րոպեների ընթացքում եւ ուղարկում է դատարան։ Հիմա այս պահին հսկող դատախազ չկա, վարույթ իրականացնող մարմին չկա եւ չկա դատավոր, ով կարող է հիմա խափաման միջոցի հարցը Դավիթ Ղազինյանի լուծի։ Հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, Դավիթ Ղազինյանի դեպքում մենք նաեւ միջնորդություն էինք ներկայացրել, որ վերջինս հարցաքննվի։ Պատկերացրեք, Դավիթ Ղազինյանին կալանավորել են եւ այս ողջ ընթացքում որևէ վարույթային գործողություն չեն կատարել։ Այսինքն ոչ հարցաքննել են, ոչ առերեսում են արել։ Մենք քննիչին միջնորդում ենք, որ նախաքննության ավարտ հայտարարելով, երբ մեզ տրամադրվում է նման հնարավորություն, հարցաքննեն Ղազինյանին կամ առերեսում կազմակերպեն։ Ոչ մեկն են անում, ոչ մյուսը։ Դուք պատկերացրել եք մի քրեական գործ, հիմնավորեցին հետեւյալ կերպ, որ արդեն մեղադրական եզրակացությունը կայծակնային արագությամբ ուղարկել են դատախազություն։ Իսկ պարոն Վարդան, Դատախազությունն էլ իր հերթին աննախադեպ արագությամբ մուտք է անում դատարան։ Դատարանն ինչ է, Մենք հիմա տեսնում ենք հետևյալը, որ դատարանը, հակակոռուպցիոն դատարանը, կոնկրետ այն դատավորում կմակագրվի Դավիթ Ղազինյանի վերաբերող քրեական վարույթը, անհապաղ պետք է նիստ նշանակի եւ նշված նիստի շրջանակներում խափաման միջոցի հարցը լուծի։ Բայց քաղաքական process-ների բարակայում դա իրական համարում եք։ Ես նույնիսկ եկեք հետեւյալը ասեմ, ուղղակի մի քանի տվյալներ բոլոր դեպքերում չեմ ուզում նաեւ բացահայտել, բայց կարող եմ ասել, որ նույնիսկ այս աբսուրդի պայմաններում օգոստոսի 2-ը բոլորի պատկերացրած վերջնաժամկետն է։ Իսկ դուք դադարեցիք հաստաբանական գործունեությունը կրկին, պարոն Դե որքանով որ նկատում եք դեռևս կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում հասկացությունները տրհովված են, հետեւաբար դեռևս ես հանդես եմ գալիս որպես փաստաբան։